Այդ մարդիկ բարոյական գրագիտության խնդիր ունեն, բարոյական Նիկոլ Փաշինյանի ասուլիսին 17 րոպեում 2 անգամ անջատվում է լույսը։ Ռոմանոսը ո՞ր է։ Պետական կառավարման փեցը մեղավոր չէ էներգամատակարարման խափանումների համար ըստ Փաշինյանի։ Հոսանքը Ռոմանոս Պետրոսյանի հետ կապ չուներ։ Հոսանքազրկումները չեն զայրացնում Նիկոլ Փաշինյանին, որն իր ասելով էմոցիոնալ մարդ է։ Ես էմոցիոնալ մարդ եմ։ Նորությունա ձեզ համար։ Իր էմոցիոնալության մասին հիշեցնելով ԿՊ ղեկավարն ուզում է հավանաբար լույս սփռել քարոզարշավի այսպիսի չտեսնված դրվագների վրա։ Արի մի րոպե մի գնա։ Շոքսնել եմ, սատկացնել եմ։ Պատերով կտանք, մեկը թփրտա, պատերով կտանք։ Դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոյի մասին ես խոսում։ Այդ տականք։ Շոքսնելու եմ սաղիք, հատ մասկեկները կոխելու եմ համապատասխան տեղերը։ Այն, ինչ իրավագետներն անվանում են ատելության խոսքի տարածում, ներազգային թշնամանքի ու անհանդուրժողականության սերմանում, մահվան սպառնալիք ու բռնության կոչ, Նիկոլ Փաշինյանը կարծես համարում է էմոցիոնալ մարդու բնական վիճակի դրսևորում։ Էմոցիոնալ մարդ եմ։ Ու այս անգամ առանց բղավելու է ծանր մեղադրանքներ ու վիրավորանքներ հնչեցնում քաղաքական հակառակորդների հասցեին։ Ես չեմ զարմանում, որ ասենք Ռոբերտ Քոչարյանի նման մարդը էմոցիա չունի։ Կարծում եմ բանտում իր էմոցիաները կամաց կսկսեն վերականգնել։ Կամ Ծառուկյան Գագիկ ինչի պետք է էմոցիա ունենա։ Քարփինջը ոնց կարա էմոցիա ունենա։ Կամ Կալուգացի օլիգարխ ինչի պետք է էմոցիա ունենա, արհեստական ինտելեկտ էմոցիա ունի։ Էմոցիաներն այսօր հաջողությամբ զսպող ԿՊ ղեկավարը հավատացնում է, որ արցախցիներին չի ատում, նրանց մահը չի ուզում։ Ինչի՞ց եք զոհվել։ Ավելին, պատերազմում պարտվելուց հետո գրեթե մահվան է դատապարտել ինքն իրեն, չի կերել։ 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո մի շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ ջուր եմ խմել։ Փաշինյանը ասում է, լավ է գնահատում քարոզարշավի ընթացքը։ Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ։ Բայց ԿՊ քարոզչական հաղթաթղթերի, գունավոր դպրոցների շինարարության, առողջության ապահովագրության ներդրման, թոշակը 10,000-ով բարձրացնելու մասին ոչ մի բառ չի ասում։ Շատ լավ քարոզարշավի ընթացքը կարծես հուշել է, որ քարոզչական այդ խայծերը կուլ չեն տալիս շատ քաղաքացիներ ու խիստ տագնապած բարձրացնում են անվտանգային լուրջ հարցեր։ ԿՊ ղեկավարը նորից է համոզում, եթե Հայաստանում դադարեն խոսել արցախցիների վերադարձի իրավունքի մասին, 300,000 ադրբեջանցի չի բնակեցվի Հայաստանում։ Տալիս եմ երաշխիքներ, որ ոչ միայն իմ իշխանության, այսինքն չէ, հենց մեր իշխանության օրոք տալիս եմ երաշխիքներ, այո, տալիս եմ երաշխիքներ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը երաշխավորում է, որ այսպես կոչված անկլավները Ադրբեջանին չեն հանձնվելու։ Նա նորից հղում է անում սահմանազատման կանոնակարգին ու նորից շեշտում Հայաստանի Հանրապետության տարածքը 29,743,000 կիլոմետր է։ Պետք է նայվի, թե այդ հարցին մենք ոնց ենք մոտենում։ Չնայած փորձագիտական պնդումներին, որ հայ-ռուսական լարվածությունը հասնում է գագաթնակետին, ԿՊ ղեկավարը հավատացնում է, որ արտառոց ոչինչ չկա։ Պաշտոնական Երևանի հասցեին Մոսկվայի գրեթե ամենօրյա կոշտ հայտարարություններից հետո էլ նորից վստահեցնում է, Հայաստանը չի ներգրավվել, չի ներգրավվելու հակառուսական գործողություններում։ Ռուսաստանի գերտերությունը, որին պետք է վերաբերվել հարգանքով եւ մենք վերաբերվում ենք հարգանքով։ Հայաստանի համար գազը կտրուկ թանկացնելու ռուսական կողմի ակնարկների ֆոնին Փաշինյանը կարծիք է հայտնում, թե դա անհնար է, որովհետեւ պայմանագիր ունենք։ Այսինքն մենք պայմանագիր ունենք, որը գործում է, եւ այդ պայմանագիրը փոխշահավետ է։ Ռուսական քաղաքականության նրբություններին տեղյակ վերլուծաբանները Փաշինյանի պես լավատես չեն։ Նրանց համոզմամբ հայկական ծաղիկների Ռուսաստան ներմուծման այսօրվանից գործող սահմանափակումները Հայաստանի հանդեպ Մոսկվայի տնտեսական խիստ քաղաքականության ծաղիկներն են միայն։ Ինքը Փաշինյանը կարծում է հերթական աշխատանքային վիճակն է։ Ցանկացած ապրանք, որ ֆիտոսանիտարական ստանդարտին չի համապատասխանում, այդ սահմանափակումները միշտ գոյություն են ունեցել եւ միշտ գոյություն են ունենալու։ Լիլիթ Խալաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։